Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ պաշտոնական այցով Հայաստանում է։ Նախագահական նստավայրում նախ կայացել է վարչապետի և փոխնախագահի առանձնազրույցը, իսկ րոպեներ առաջ մեկնարկել է համատեղ հայտարարությունը։ These guys were at the airport. Yeah, what's up, man? All right, hey, good to see you. Head of the Foreign Department of the Prime Minister's Office. Great, thank you. National Security Advisor. REA, he has many jobs. I don't even know what they are. Jacob Helberg, he's Deputy Secretary of State. And John. You see John? Are you our meeting, John? No. Okay, all right. Yeah, and then our Secretary, yeah. Հանդիպանը զուգահեռ արցախցիները բողոքի ակցիային անցկացրել նախագահական նստավայրի մոտ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով, հայտարարել են, որ պարտավոր են հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի։ Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները ազատ արձակվեն, շատ կարևոր է, որ նրանք լինեն Հայաստանում և այս առումով ես վստահ եմ, որ ամերիկյան կողմը կարող է իրապես քայլեր ձեռնարկել, եթե հիշում եք օգոստոսի 8-ի այդ հանդիպմանը Վաշինգտոնում, հենց Միացյալ Նահանգների նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսեց, որ եթե ինքը ուղերձ հղի Իլհամ Ալիևին, Իլհամ Ալիևը ամենայն հավանականությամբ դա չի մերժի, շատ կարևոր է, որ այդ ուղերձը լինի և շատ կարևոր է, որ Բաքու այցի ժամանակ փոխնախագահ Վենսը հստակ պահանջ դնի և հնարավորինս սեղմ ժամկետներում մեր բոլոր հայրենակիցները վերադառնան։ Ադրբեջանում գտնվող հայրենիները բոլորը հանդես են գալիս որպես քաղաքական պատանդներ, առաջինը։ Երկրորդը, այսպես կոչված դատական գործընթացը ավարտվել է խայտարակ ինչ-որ դատավճիռներով։ Բայց հետաքրքիրը նա է, որ սրանից հետո գալիս է երկու հնարավորություն, որոնք անպայման պետք է օգտագործվեն։ Առաջինը, պետք է դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարանին, և երկրորդը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը կարող է դիմել Ադրբեջանի իշխանություններին, որոնք դեպ միջազգային իրավունքի բազմաթիվ հանցագործություններ են գործել, բոլոր դեպքերում կարող է դիմել մեկ միջազգային պրակտիկայում ընդունված քայլի գնալու, այն է արդեն դատապարտված այդ անձանց տեղափոխեն Հայաստան և Հայաստանում արդեն ըստ այն բոլոր նորմերի միջազգային իրավունքի և պետական օրենքների կարողանան կամ շարունակեն իրենց պատիժը կրելու, կամ եթե արածը այդ անձանց կողմից չի ենթարկվում և հանցագործություն չի համարվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, ապա նրանք կարող են անշուշտ ազատության մեջ հայտնվել։ Իսկ ավելի վաղ Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպանները Սպիտակ տան պաշտոնական ընթացակարգով նամակ են ուղարկել փոխնախագահ Վենսի գրասենյակ։ Նախկին ՄԻՊ Գեգամ Ստեփանյանը գրել է, որ Արտակ Բեգլարյանի հետ պատրաստած նամակով փոխնախագահի ուշադրությունն են հրավիրում ոչ միայն պատանդների խնդրին, այլև անհետ կորածների ճակատագրին, որը մեր հանրության ու կորածների հարազատներին հուզող առանցքային հարց է։ Նամակում նշվում է, որ մինչև քաղաքական համաձայնագրերը նախաստորագրվում են հարյուրավոր հայ ընտանիքներ, որոնց հարազատներն անհետ
մտածել են 2023-ին, 2020-ին, 1990 թվականներին ադրբեջանական ագրեսիաների ժամանակ շարունակում են մնալ տանջալից անորոշության մեջ։ Անհետ կորած անձանց հարցում Բաքվի կողմից համագործակցության մշտական բացակայությունը երկրորդական խնդիր չէ։ Այն տարածաշրջանային լարվածության հիմնական աղբյուրներից է և հարազատների ճակատագիրն իմանալու մարդու հիմնարար իրավունքի կոպտագույն խախտում։ Կայուն խաղաղություն չի կարող կառուցվել անհայտ ճակատագրերի հիմքի վրա։ Մենք խնդրում ենք, որ ԱՄՆ վարչակազմը ստանձնի առաջամարտիկի դեր հետևյալ հարցերում, նշվում է նամակում։ Նաև բարձրացվում է Բաքվում դեռևս բանտարկված 19 հայի հրատապ խնդիրը։ Նրանց շարունակվող գերությունը, որն ուղեկցվում է շինծու դատավարություններով և հենց այս ամսում կայացված ցմահ դատավճիռներով, մարդասիրական հստակ խոչընդոտ է, որը պետք է հաղթահարվի, նշում են պաշտպաններն ու հորդորում անհետ կորածների հարցի լուծումն ու գերիների ազատ արձակումը Բաքվում դարձնել առանցքային քննարկումների թեմա։ Ի դեպ, Վենսը Երևանից մեկնելու է Բաքու։ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում նրան են ներկայացվել Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները։ Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել։ Պատմություն այն մասին, թե ինչպես պետք չէր վարվել Facebook-ի էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, ներկայացրել իրավիճակ, երբ իրեն ծանոթ մատուցողը չի կարողացել օգտվել առողջության ապահովագրությունից, քանի որ եկամուտներն ամբողջությամբ գրանցված չեն եղել։ Վարչապետը կոչ է արել հորդորել գործատուներին գրանցել ամբողջական աշխատավարձը։ Մի հին ծանոթ ունեմ, որին ճանաչում եմ, գիտեմ որպես մատուցող, որովհետև դեռ ընդդիմադիր ժամանակներից Երևանի կենտրոնում գտնվող սրճարանում սուրճ խմելիս անդադ առնչվել ենք, ծանոթացել, մտերմացել եւ վերջերս իմացա, որ նա առողջական որոշակի խնդիրներ է ունեցել եւ դրա պատճառով մեծ ֆինանսական խնդիրների մեջ է հայտնվել։ Բնականաբար իմ առաջին ռեակցիան հետեւյալն էր, թե ինչու չի օգտվել առողջության ապահովագրությունից, որովհետև հետաքրքրվելով իմացա, որ խոսքը մի հիվանդության մասին է, որը առողջության ապահովագրությունը ծածկում է, եւ իմացա, որ ծանոթս, որը մատուցող է աշխատում, հիշեցնեմ, Երևանի կենտրոնի սրճարաններից մեկում, շահառու չէ, որովհետև նրա աշխատավարձը 80,000 դրամ է։ Ես երաշխավորում եմ, որ եթե աշխատավարձը իմ ծանոթի լիներ 80,000 դրամ, նա երբեք այդ սրճարանում չէր աշխատի։ Դա բացառված է ուղղակի։ Բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ, որ այդ ստվերի պատճառով ըստ էության մարդը մի X պահի
հայտնվել է ծանր ֆինանսական դրության մեջ, մինչդեռ եթե նրա իրական աշխատավարձը ֆիքսված լիներ, նա կլիներ առողջության ապահովագրության շահառու եւ այդ խնդիրների 97-98, չեմ ուզում ասեմ 100%-ը չեն ունենա։ Ես ինչի համար եմ ասում, նախ ուզում եմ դիմեմ մեր բոլոր Երևանի կենտրոնում եւ ընդհանրապես աշխատող մեր հարգելի մատուցողներին, որ իրենց գործատուներին կոչ անեն եւ հասնեն նրան, որ իրենց եկամուտները հստակ ֆիքսվեն, որովհետեւ դրանով իրենք դառնում են առողջության ապահովագրության շահառու, դրանով իրենք նաեւ եկամտային հարկի վերադարձի տարբեր ծրագրերից օգտվելու հնարավորություն կստանան, մինչդեռ այդ հնարավորությունը այսօր ընդհանրապես չունեն։ Եվ ընդհանրապես բոլոր այն դեպքերում, երբ որ միտումը այն է, որ այ հարկ չտանք, որպեսզի լավ լինի, ընդհակառակը հարկ վճարելու արդյունքում մարդկանց բարեկեցության հնարավորությունները լավանում են եւ չեն նվազում։ Բայց սա խոսակցություն է, որը հետագայում կշարունակենք։ Այսօր ես ուզում եի խոսել այս կոնկրետ դեպքի եւ մատուցողի եւ մատուցողների մասին, որոնց 90%-ը համոզված եմ աշխատավարձի արձանագրման իմաստով այս նույն վիճակում է։ Աստված բոլորին առողջություն տա, բայց ոչ մեկ չգիտի, թե երբ եւ որտեղ եւ ինչպիսի առողջական խնդիր կառաջանա։ Այդ խնդիրների կառավարման պետք է զբաղվել այսօր, մանավանդ որ կա առողջության ապահովագրության համակարգը։ Շնորհակալ եմ։ Շարունակենք, քաղաքապետարանը նոր ներդրումային ծրագիր է սկսում։ Տիգրան Ավինյանը մանրամասնել է, թե ինչպես են կառուցապատողները մասնակցելու մրցույթներին, ինչ գործառույթներ են իրականացվելու, նաև ինչ խնդիրներ են լուծելու նոր ծրագրերը։ Առաջին գործառույթը իհարկե տարածքների օտարումն է, որտեղ որ մեր Երևան քաղաքի ծրագրերի մեր ծիգը այդտեղ վստահաբար կաջակցի, կօգնի եւ խարխուլ ֆոնդը, բնակավայրերի խարխուլ ֆոնդը մենք կփոխարինենք արդեն նոր շենքերով, սեյսմակայուն եւ նաեւ քաղաքաշինության տրամաբանության մեջ ընկնող։ Երկրորդ խնդիրը, որ Երևանի քաղաքապետարանը լուծում է այս ծրագրերով, կանաչ ֆոնդի ավելացումն է, ինչպես պարոն Վարդազարյանը նշեց, օրինակ կան տարածքներ, որտեղ որ մենք մեծ տարածքի վրա թույլ ենք տալիս կետային ընդամենը մի քանի բարձրահարկ շենք եւ մնացյալ ամբողջ հատվածը ենթադրվում է, մեծ հատված ենթադրվում է, որ պետք է համալրվի կանաչ ֆոնդով։ Այսինքն բոլոր այս ծրագրերը իրենք ինչ որ մի փուլային տրամաբանությամբ դրվելու են մրցույթի եւ մենք պարբերաբար անդրադառնալու ենք դրանց, շատ կարեւոր է նաեւ ներդրումային տեսանկյունից իհարկե ծրագրերը, որ հետաքրքիր լինեն, մասնակցությունը արդեն կառուցապատողների, եթե շատ եղավ, մենք կարծում եմ մրցակցային առումով կստանանք արդեն լավագույն առաջարկները։ Երևանի քաղաքապետարանի համար ամենակարևոր գործոնները այս ծրագրերում այն են, որ առաջին հերթին կառուցապատողը ունենա փորձ Երևան քաղաքում այս տեսակ ծրագրեր իրականացնելու, երկրորդ հերթին ունենա բավարար ֆինանսական միջոցներ, որպեսզի կարողանա սկզբում նաև քաղաքացիների խնդիրներ լուծելու ըստ օրենքի պահանջի, որովհետև դա այտենց կապիտալի տեսանկյունից բավականին սկզբի համար մեծ գումար է ենթադրելու եւ երրորդը իհարկե նաեւ ունենա մեծ փորձ կառուցապատման ոլորտում, որպեսզի կարողանա իրականացնել այն ծրագրերը, որոնք որ նախանշվում են Երևանի քաղաքապետարանի կողմից։ Սա այն դեպքերն են, երբ որ Երևան քաղաքը մի փոքր ավելի փոխում է տրամաբանությունը եւ կարելի ասել նախաձեռնությունները ավելի շատ գալիս են ճարտարապետական համայնքից եւ ոչ թե կառուցապատողներից։ Մասնավորապես ճարտարապետական համայնքը, ասում է քաղաքաշինության տեսանկյունից, քաղաքաշինական տեսանկյունից SSSS ծրագրերը տրամաբանական են, կարեւոր են, որոշակի խարխուլ բնակելի ֆոնդավերանում եւ այստեղ նաեւ քաղաքաշինական առումով մեզ համար շատ տրամաբանական է, որ այստեղ լինի այս շենքը, այստեղ լինի այն շենքը։ Այլ չի գալիս այն տրամաբանությունից, որ ես կառուցապատող եմ, գնել եմ հող, խնդրում եմ ինձ առավելագույն
հարկայնությունը տվեք եւ կարծում եմ սա լավ տրամաբանություն է մրցութային կարգով ես հուսով եմ որ կարողանալու են կազմակերպել պարոն Վարդազարյան պիլոտ ենք անում ճիշտ է առաջին անգամ ենք իրականացնում բայց կարծում եմ նաեւ հաշվի առնելով օրինակ նույն կասկադի փորձը մենք արդեն որոշ բաներ հասկանում ենք եւ նաեւ հասկանում ենք որ ներդրումային հետաքրքրությունը կա շուկայում Ընդհանուր օգտագործման հողերի վրա գտնվող ավտոտնակ ունեցողները հողի վարձակալության պայմանագրեր պետք է կնքեն, քանի որ սեփականաշնորհել չեն կարող։ Քաղաքապետարանը ստանում է հողի օրինականացման հայտեր, որոնք ստիպված է լինում մերժել, քանի որ դրանք ընդհանուր օգտագործման հողի վրա են գտնվում։ Քաղաքապետարանն առաջարկում է հողի վարձակալության պայմանագիր կնքել։ Երբ մենք ստանում ենք այդ հայտերը ինքնական շինությունը օրինականացնելու եւ ստիպված մերժում ենք, մենք նաև կառավարության 596-N որոշման համաձայն պարտավոր ենք քանդել այդ շինությունները։ Այսինքն մենք այստեղ երկընտրանք չունենք մեծ։ Եվ դրա փոխարեն ես առաջարկում եմ հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, կնքել հողի վարձակալության պայմանագրեր։ Այսինքն բոլոր ավտոտնակները չեն, որ քանդման ենթակա են։ Եթե դուք կնքեք վարչական շրջանի հետ հողի վարձակալության պայմանագիր ձեր գործող ավտոտնակի համար, դուք այդ ավտոտնակը կկարողանաք շահագործել այս տրամաբանությամբ։ Եվ եթե դուք դիմում եք ինքնակամ շինությունը օրինականացնելու համար, մենք ստիպված ենք լինում մերժել, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա, եւ մենք ստիպված ենք լինում հետագայում քանդել նաև այդ ավտոտնակները։ Եվ խոսքը չի գնում միայն այն ավտոտնակների մասին, որոնք որ բակերում են եւ մենք այդտեղ խաղահրապարակ ենք սարքում։ Մենք ուղղակիորեն այլընտրանք չենք ունենում, քանի որ կառավարության որոշումը մեզ որևէ այլընտրանք թույլ չի տալիս։ Եթե համայնքային հողի վրա ինքնակամ շինությունը չի օրինականացվում, որը որ բացատրեցի մենք դրա հնարավորությունը չունենք ընդհանուր օգտագործման հողերի դեպքում, մենք ստիպված պետք է քանդենք այդ շինությունը։ Եվ դրա համար խնդրում եմ, հորդորում եմ այս ինֆորմացիային ականջալուր լինել եւ ավտոտնակների օգտագործումը ապահովել վարձակալության հիմունքներով, որպեսզի մենք էլ ստիպված չլինենք իրականացնել այս քայլերի շղթան, որովհետև մենք էլ հասկանում ենք, որ իրականում մեզ համար բացարձակապես առաջնահերթություն չեն այն ավտոտնակները, որ ոչ միտեղ ոչ մեկին չեն խանգարում, չգիտեմ, խաղահրապարակ փոխարեն չեն, բայց նաև մենք ուղղակիորեն այլընտրանք չենք ունենում, քանի որ եթե մենք ստանում ենք ինքնակամ շինության օրինականացման հայտը մենք ուղղակիորեն ստիպված ենք լինում եւ մերժել եւ ստիպված ենք լինում նաեւ քանդել այդ ավտոտնակները։ Հետևաբար խնդրում եմ դեպի վարձակալություն ուղղորդենք մարդկանց, նաեւ տեղեկացնենք, որ սա է ընդհանուր մեր գործընթացը։ Գլխավոր հատակագիծը 99% դեպքերում էս թույլ չի տալիս օրինականացնել այդ կառույցները եւ կառավարության որոշումն էլ իր հերթին մեզ պարտադրում է հետո մերժման դեպքում քանդել, այսինքն մենք որևէ ընտրության հնարավորություն այստեղ չունենք։ Երևանի քաղաքապետարանը այստեղ ընտրության հնարավորություն չունի։ Փոսերն ավազի պատճառով են շատացել, քաղաքապետն է հայտարարել գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Տիգրան Ավինյանը կոչ արել արագացնել հարցի լուծումը։ Զեկուցվել է, որ ընդհանուր մոտ 15 օրում ամբողջ աշխատանքները քաղաքում կավարտվեն։ Հանգստյան օրերին էլ կսկսվեն բուն փոսալցման աշխատանքները։ Ծնամակրման աշխատանքներից հետո առաջացած մեծ ծավալով ավազ կա փողոցներում, ուզում եմ այդ գրաֆիկն էլ ներկայացնել։ Բան քաղաքապետ այս պահին իրականացնում է մեծածավալ աշխատանքներ այդ ուղղությամբ, քանի որ ձմեռվա աշխատանքների ժամանակ ընդհանուր օգտագործվել է մոտավորապես 12000 քվադրատ մետր հաղի եւ ավազի խառնուրդ, բնականաբար դրանից հետո դրա մեծ մասը մնացել է փողոցներում եւ յուրաքանչյուր օր կոնկրետ վարչական շրջանում մոբիլիզացվում են ամբողջ ամենքային հիմնարկի տեխնիկական ուժերը, ինքնաթափերը եւ տրակտորներ եւ դրանց միջոցով իրականացնում ենք մաքրման աշխատանքներ, ընդհանուր մոտ 15 օրում ամբողջ աշխատանքները քաղաքում կավարտենք։ 15 օր, այո։
Եվ հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, նաև դա բերել է իր խնդիրները ճանապարհների հետ կապված եւ մենք ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ, պարոն Թևոսյան, խնդրեմ դուք ներկայացնեք ինչ է այս պահին արվում այս եղանակային պայմաններում։ Պարոն քաղաքապետ, այս պահին արդեն 4 անգամ տեղային լուծում ենք փորձել տալ քաղաքում եւ շաբաթ-կիրակի օրերին կսկսենք բուն փոսալցման աշխատանքները, դա է հիմնական։ Եվ այս ընթացքում կարծում եմ ծավալի տեսանկյունից մենք ավելի ինտենսիվ պետք է աշխատենք, պարոն Թևոսյան, որովհետեւ իրապես ծավալը ամբողջ քաղաքով մեծ է, հաշվի առնելով այո հասկանում ենք, որ ձնամաքրման աշխատանքների եւ աղի հետևանք է, բայց ամեն դեպքում պետք է մաքսիմալ արագացնենք։ Նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ ՏԿ-ն գործընկերներն էլ մեզ աջակցելու են այս հարցում եւ հետեւաբար խնդրում եմ նաեւ գործընկերների հետ ցանկը համաձայնեցնել, որտեղ նաեւ իրենց ներդրումը կունենան։ Երևան-Գյումրի ավտոճանապարհին 8 մեքենա է բախվել, դեպքի վայր է մեկնել Հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ճանապարհի 83-րդ կիլոմետրին բախվել են ՎԱԶ 2107, Ford Transit, Suzuki, Mitsubishi, Toyota Land Rover Մակնիշի եւ 2 կրազ Մակնիշի մեքենաներ կատուժած։ Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է բուժկենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են Land Rover-ը։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Ճապոնիայի վարչապետի գլխավորած լիբերալ դեմոկրատական կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում, ապահովելով 465 տեղերից 315-ը։ Հրապարակված վերջնական հաշվարկների համաձայն լիբերալ դեմոկրատական կուսակցությունը ունի 315 տեղ, մինչդեռ նրա կոալիցիոն գործընկերը նորարարական կուսակցությունը ունի ընդամենը 36-ը։ Սա լիբերալ դեմոկրատական կուսակցության լավագույն արդյունքն է 1955 թվականին հիմնադրվելուց ի վեր։ Ընտրություններից առաջ լիբերալ դեմոկրատական կուսակցությունը ուներ 198 տեղ եւ ներկայիս հաջողությունը, ինչպես նշում են լրատվամիջոցները, հնարավոր է դարձել Տակայիչիի հեղինակության շնորհիվ։ Խորհրդարանի ստորին պալատի 310 տեղերի 2/3-ի շեմը հաղթահարելը նշանակում է, որ լիբերալ դեմոկրատական կուսակցությունը կկարողանա փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ կամ օրինագծեր ընդունել, նույնիսկ եթե այդ նախաձեռնությունները մերժվեն խորհրդարանի վերին պալատի կողմից, որտեղ իշխող կոալիցիան մնում է փոքրամասնություն։ Ընտրություններից առաջ ընդդիմությունն ուներ 172 տեղ, բայց այժմ ունի ընդամենը 49։ Ավելի վաղ Տակայիչին հայտնել էր, որ չի պլանավորում վերադասավորել նախարարական կաբինետը։ Սոցիալիստական կուսակցությունից թեկնածու Անտոնիո Ժոզե Սեգուրուն հաղթանակ է տանում Պորտուգալիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Քվեների ավելի քան 95%-ի հաշվարկից հետո նա ստացել է 66.14% ձայն։ Սեգուրոյի մրցակիցը ծայրահեղ աճ բավական է կուսակցության թեկնածու Անդրե Վենտուրան ստացել է ընտրողների ձայների 33.86%-ը։ Պորտուգալիայի աճ կենտրոնամետ կառավարության ղեկավար Լուիշ Մոնտենեգրուն արդեն հայտնել է, որ պատրաստ է Սեգուրուի հետ դրական եւ կառուցողական համագործակցության։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալ-Բուսայդիի հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Արտաքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Օմանի միջնորդությամբ Մասկատում Իրանի եւ ԱՄՆ ներկայացուցիչների միջև վերջերս կայացած անուղղակի բանակցությունների համատեքստում համատեղ կարծիք է արտահայտվել բանակցային գործընթացի շարունակությունը խթանելու անհրաժեշտության մասին, փոխադարձաբար ընդունելի համաձայնություններ գտնելու նպատակով, որոնք կնպաստեն զինված բախման ռիսկի վերացման եւ տարածաշրջանում կայունության ապահովմանը, նշված է հաղորդագրությունում։ Մոսկվան կպատասխանի բոլոր հնարավոր միջոցներով Եվրոպայի կողմից հարձակման դեպքում, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Եթե Եվրոպան հանկարծակի իրականացնի իր սպառնալիքները մեր դեմ պատերազմ պատրաստվելու եւ սկսի հարձակում Ռուսաստանի Դաշնության վրա, նախագահը նշել է, սա մեր կողմից հատուկ ռազմական գործողություն չի լինի, սա կլինի լիարժեք ռազմական պատասխան բոլոր հասանելի միջոցներով, ասել է Լավրովը հարցազրույցում։ Վերջին տարիներին Ռուսաստանը նկատել է ՆԱՏՕ-ի աննախադեպ
ակտիվություն իր արևմտյան սահմանների երկայնքով։ Դաշինքը ընդլայնում է իր նախաձեռնությունները եւ դա անվանում է ագրեսիայի զսպում։ Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Դաշինքի կողմից Եվրոպայում ուժերի կուտակման վերաբերյալ։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության բաց լինելու մասին, բայց հավասար հիմունքներով եւ որ Արևմուտքը պետք է հրաժարվի մայրցամաքը ռազմականացնելու իր քաղաքականությունից։ Վենեսուելայի ընդդիմադիր քաղաքական գործիչներ Խուան Պաբլո Գուանիպան եւ Ֆրեդի Սուպերլանոն, ինչպես նաեւ հայտնի փաստաբան Պերկինս Ռոչան փետրվարի 8-ին ազատ են արձակվել բանտից։ Պորո պենալ իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ փետրվարի 8-ին ընդհանուր առմամբ մոտ 35 քաղբանտարկյալ է ազատ արձակվել։ Կազմակերպությունը նախկինում հաստատել էր, որ Վենեսուելայի կառավարության կողմից հունվարի 8-ից ի վեր ազատ է արձակվել 383 քաղբանտարկյալ։ Վենեսուելայի ընդդիմությունը եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը տարիներ շարունակ հայտարարել են, որ երկրի սոցիալիստական կառավարությունը կալանավորումներն օգտագործում է այլախոհությունը ճնշելու համար։ Կառավարությունը հերքում է քաղբանտարկյալների առկայությունը երկրում, նշելով, որ բոլոր բանտարկյալները հանցանքներ են կատարել։ Բանտարկյալների ազատ արձակումները Վենեսուելայում սկսվել են այն բանից հետո, ինչ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվեց ամերիկյան ուժայինների կողմից։ Լիբանանի Տրիպոլի քաղաքում բնակելի շենքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի։ Քաղաքացիական պաշտպանության գլխավոր տնօրեն Իմադ Խրեյշը հայտնել է, որ փրկարարական խմբերը քաղաքի հյուսիսային Բաբ ալ-Թաբանե թաղամասում փլուզված շենքերի փլատակներից դուրս են բերել եւ օգնություն ցուցաբերել 8 մարդու։ Նրա խոսքով որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Վերջին շաբաթների ընթացքում սա երկրորդ նմանատիպ միջադեպն է Տրիպոլիում։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել, կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, մանրամասները տեսանյութում։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր եւ Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ եւ ձեռք բերելով ապօրինի զենքզինամթերք նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում եւ բնակարանային գողություններ, միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին, դիմել են այսպես կոչված քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենքզինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, կույք ոչնչացնելու կամ վնասելու եւ թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով։ Ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել եւ ձերբակալվել են։ Քննչական կոմիտեի ծառայողների հետ համատեղ կատարված խոշորամասշտաբ խուզարկություններով նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենքզինամթերք եւ թմրամիջոցներ։ Հանցավոր խմբի 10 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կատարվում է նախաքննություն։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ հանրապետության տարածքում առանձին շրջաններում մինչև փետրվարի 13-ը սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում եւ հովտային շրջաններում ձնախառն անձրևի եւ անձրևի, լեռնային հատվածներում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը վաղն աստիճանաբար կնվազի 3-ից 5 նիշով, ապա նույնքան կբարձրանա։ Մինչև փետրվարի 13-ը ժամանակ Երևանում սպասվում են կարճատև տեղումներ, անձրևի եւ ձնախառն անձրևի տեսքով։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հաջողություն։